Փաստեր, որոնք պետք է իմանան բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Ողջույն, ես Անուշ Հակոբյանն եմ, սննդի խորհրդատու, 1 տարի առաջ միացել եմ Herbalife-ի նիհարելու ծրագրին, կորսել եմ արդեն 40 կիլոգրամ, այս պահին կշռում եմ 65 կիլոգրամ եւ արդեն 6 ամիս է պահպանում եմ քաշի։ Ինչն է ինձ օգնել արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Դե իհարկե, խոսքը վերաբերվում է Herbalife-ի մթերքներին զուգահեռ։ Առաջին հերթին դա մեծ քանակությամբ սպիտակուցի կիրառումն է իմ սննդակարգում, այն է սպիտակուց պարունակող մթերքներ, ինչպիսիք են հավի միս, տավանի միս, ձու, ընկուզեղեն, տվարոկ, բնականաբար ցածր յուղայնությամբ եւ այլն։ Երկրորդ կարևոր փաստը դա հրաժարվելն էր քաղցրից, խմորեղենից, գազավորված ըմպելիքից եւ ալկոհոլից։ Իհարկե, այս ամենը վերաբերվում է մասնավորապես նիհարելու process-ի ընթացքում։ Այնպես չի, որ ամբողջությամբ ձեր սննդակարգից այս մթերքները դուրս են գալիս։ Պարզապես նիհարելու process-ում անհրաժեշտ է սահմանափակել արագ կիլոգրամներ կորցնելու նպատակով։ Հաջորդ փաստը դա սննդման ռեժիմն է։ Ինչ ենք հասկանում առհասարակ սննդման ռեժիմ ասելով։ Անհրաժեշտ է սնվել ոչ թե ուշ կամ օրվա ընթացքում 1-2 անգամ եւ մտածել, որ այդ կերպ ավելի արագ կնիհարենք, այլ ընդհակառակը։ Մենք օրվա ընթացքում սնվում ենք 3-4 անգամ, սնվում ենք քիչ պորցիաներով եւ որ ամենակարևորն է, ունենում ենք բալանսավորված ափսեներ։ Իսկ ինչ տեսք ունի բալանսավորված ափսեն։ Ափսե, որում կան եւ ածխաջրեր, եւ սպիտակուց, եւ մանրաթելեր։ Այս բոլորի համադրության դեպքում միայն դուք կարող եք ազատվել ավելորդ կիլոգրամներից արագ, ճիշտ եւ գրագետ, առանց քաղցի զգացում ունենալու եւ առանց ինքնազգացողությանը վնասելու։ Եվ իհարկե, ֆիզիկական ակտիվություն որպես այդպիսին ես չեմ ունեցել, սակայն աշխատել եմ օրական 8000-ից 10000 քայլ քայլել, քանի որ քայլելը բացի այն, որ ավելի արագացնում ճար պայման process-ը, ավելի է արագացնում կալորիաների հեռանալը մեր օրգանիզմից, դրան զուգահեռ նաև տալիս է լավ ինքնազգացողություն, օգնում է եւ ֆիզիկական եւ մտավոր վիճակի բարելավմանը։ Ահա խորհուրդներ այն մարդուց, ով արդեն ունի մինուս 40 կիլոգրամ արդյունք։ Դե իսկ արդեն Herbalife-ի մթերքների հետ կապված մանրամասն ինֆորմացիաների կամ ծրագրին միանալու համար գրում եք անձնական կամ պլյուս մեկնաբանություններում։